Ֆիլմի սկզբում մեզ ցույց են տալիս, որ երկու աղջիկներ, Հանթերը Բեքին, անօգնական մնացել են 2000 ոտնաչափ բարձրությամբ հսկայական աշտարակի վրա։ Նրանք փորձում են օգնություն կանչել, զանգել, բայց բարձրության պատճառով նրանց հեռախոսներում կապի ազդանշան չկա։ Ամենավատն այն է, որ աշտարակը գտնվում է անապատի մեջտեղում, ուստի անհնար է նկատվել ինչ-որ մեկի կողմից։ Իրավիճակն ավելի է վատանում, երբ մի քանի անգղներ սկսում են հարձակվել նրանց վրա, եթե նրանք քնեն, նրանց անմիջապես կհոշոտեն։ Ֆիլմում այնուհետ անցնում է կատարվում ոչ վաղ անցյալ, որտեղ Բեքին, նրա զուգընկեր Դենը, նրա լավագույն ընկեր Հանթերը, ժայռ են մագլցում։ Նրանք երեքով կարծես լավ ժամանակ են անցկացնում, երբ Դենը հանդիպում է մի փոքրիկ անցքի։ Նա ձեռքը դնում է անցքի մեջ, բռնելու համար, բայց հանկարծ մի թռչուն է դուրս գալիս, ինչի հետանքով Դենը ընկնում է խճճվում պարանի մեջ։ Դենը ամեն ինչ անում է, որ դեպի ժայռը ճոճվի, բայց ապարդյուն։ Բեքին Հանթերը նույնպես փորձում են օգնել նրան, բայց պարանը պոկվում է, Դենը ընկնում է մահանում։ Տեսարանը տեղափոխվում է 51 շաբաթ անց։ Բեքին դեռս չի սթափվել միջադեպից։ Նա դեպրեսիայի մեջ է, չափից շատ է խմել։ Բեքի հայրը, Ջեյմսը մտահոգված է նրա համար, փորձում է համոզել նրան շարունակել իր կյանքը, բայց նա չի լսում նրան։ Նա մտածում է ինքնասպան լինելու մասին, չափից շատ դեղորայք ընդունելու միջոցով։ Հանկարծ նա հեռախոսազանգ է ստանում Հանթերից։ Հաջորդ օրը Հանթերը այցելում է Բեքիին, պատմում իր ծրագրի մասին։ Դա B67 հեռուստաաշտարակը բարձրանալն է։ Նա հրավիրում է Բեքիին միանալ իրեն, նշելով, որ նրանք կարող են վերակենդանացնել այն արկածները, որոնք անցյալում ունեցել են։ Բեքին, ով երկար ժամանակ տառապել է, հետաքրքրություն չի ցուցաբերում։ Սակայն հաջորդ առավոտյան, երբ նա հիշում է Դենի հետ անցկացրած ժամանակը, նա փոխում է իր միտքը, որոշում է բարձրանալ հանուն նրա։ Մեքենայում Բեքին Հանթերի հեռախոսի լուսանկարները թերթելիս նկատում է լուսանկարներից մեկը, տղամարդու ձեռք Հանթերի ուսին։ Բեքին Հանթերին հարցնում է տղամարդու մասին, Հանթերը հստակ պատասխան չի տալիս։ Հենց այդ պահին Բեքին հեռախոսազանգ է ստանում հորից, որին չի պատասխանում։ Երկար ճանապարհորդությունից հետո նրանք կանգ են առնում հյուրատանը, գիշերելու։ Ընթրիքի ժամանակ Բեքին իմանում է, որ Հանթերը այժմ վլոգեր է վաստակում է բավարար գումար նոր վայրեր ճանապարհորդելու համար։ Պատուհանից նրանք նկատում են հեռուստաաշտարակը, որը Միացյալ Նահանգների 4-րդ ամենաբարձր կառույցն է։ Առավոտյան նրանք շարունակում են իրենց ճանապարհորդությունը։ Հանթերը սկսում է նկարահանել իր վլոգը։ Նա պատմում է 2000 ոտնաչափ բարձրությամբ աշտարակի մասին, կենտրոնանալով վլոգի վրա, նրանք գրեթե բախվում են բեռնատարի հետ։ Երբ հասնում են աշտարակի տարածք, տեսնում են, որ դարպասը փակ է, վտանգի նախազգուշացման նշանը վրան։ Անկախ դրանից, նրանք որոշում են լքել իրենց մեքենան, մոտենալ աշտարակին ոտքով։ Ճանապարհին նրանք նկատում են կենդանու միս ուտող անգղերի, ինչը Հանթերը տեղադրում է իր վլոգում։ Նա նաև կենդանու լուսանկարը տեղադրում է սոցիալական ցանցերում, որտեղ այն արագորեն հավաքում է բազմաթիվ լայքեր։ Նրանք հասնում են աշտարակին, Հանթերը վերսկսում է իր վլոգը։ Բեքին սարսափում է բարձրանալուց, հիշելով անցյալը, բայց Հանթերը համոզում է նրան դիմակայել իր վախերին։ Հանթերը կապում է իր պարանը Բեքից և սկսում է բարձրանալ սանդուղքով։ Աշտարակի ներսում ամբողջ աշտարակը ժանգոտած էր, սանդուղքը քամուց դղրդում էր, պտուտակները թուլացած էին։ Մինչ Բեքին բարձրանում էր սանդուղքի մետաղական ձողերից մեկը կոտրվում է, ինչից նա սարսափում է, բայց նա հավաքում է իր քաջությունը, շարունակում է մագլցել։ Վերջապես նրանք հասնում են կեսին և նկատում, որ քաղաքը նման է խաղալիքի, նրանք կարճատև ընդմիջում են, խմում են մի քիչ ջուր, ապա վերսկսում են մագլցելը։ Որոշ ժամանակ անց նրանք հասնում են 1800 ոտնաչափ բարձրությամբ առաջին կանգառին, այժմ մնում է բարձրանալ մնացած 200 ոտնաչափը, աշտարակի վերջնակետին հասնելու համար։ Բեքին սարսափում է բարձրությունից, քամուց և աշտարակի ժանգոտած վիճակից։ Նա խնդրում է Հանթերին վերադառնալ, բայց Հանթերը ասում է նրան, որ շարունակի։ Նրանք սկսում են բարձրանալ արտաքին սանդուղքով, որը, կարծես, ավելի վտանգավոր էր, քան նախորդը։ Շուտով նրանք նկատում են իրենց ճանապարհին մեծ ալեհավաքներ, ստիպված պետք է շրջանցեն դրանք։ Հանթերը հեշտությամբ հաղթահարում է խոչընդոտը, օգնում Բեքիին անցնել այն։ Երբ նրանք բարձրանում են, քամին ուժեղանում է, Բեքիին ավելի է սարսափում։
Երբ հանթերը նկատում է նրա սարսափը, նրան ավելի է վախեցնում, սանդուղքը թափահարելով, որը հանգեցնում է պտուտակների թուլացմանը և պտուտակներից մեկը ընկնում է։ Բարեբախտաբար, դա չի ազդում սանդուղքների վրա, և նրանք երկուսով շարունակում են բարձրանալ։ Մինչ գագաթին հասնելը, մեկ այլ պտուտակ ևս ընկնում է։ Վերջապես նրանք հասնում են գագաթնակետին, սկսում են լուսանկարներ տեսանյութեր անել։ Հանթերը դեռս գոհ չէ, ուստի նա վերցնում է իր դրոնը, ավելի լավ կադրեր ստանալու համար։ Դրոնի կառավարումը Բեքիին հանձնելուց կարճ ժամանակ անց նա կախվում է աշտարակից, ավելի շատ հայտնիություն ձեռք բերելու համար։ Այնուհետև նա նորից բարձրանում է վերև, հրահանգում Բեքիին նույնը անել։ Երբ վերջինս լսում է դա, նա զարմանում է և հրաժարվում է առաջարկից, սակայն հանթերը համոզում է նրան, պնդելով, որ դա վախը հաղթահարելու միակ միջոցն է։ Այնուհետև Բեքին բռնում է հանթերի ձեռքը և դանդաղ կախվում աշտարակից։ Հանթերը մի քանի սելֆի է անում, Բեքիին վերև է քաշում։ Դրանից հետո Բեքին աշտարակից տարածում է Դենի աճյունի մոխիրը և վերջին հրաժեշտը տալիս նրան, ստեղծելով հուզիչ պահ երկուսի համար։ Նրանք որոշում են վերադառնալ, ուստի կապում են իրենց ամրագոտիները, և Բեքին առաջինն է իջնում։ Իջնելիս աստիճանների մի մեծ մաս պոկվում է աշտարակից, ինչի հետևանքով նա ընկնում է։ Բարեբախտաբար հանթերը բռնում է պարանը և կարողանում է մահվան ճանկերից հետ քաշել Բեքիին։ Նրանք երկուսն էլ ծիծաղում են ինչպես մոլագարներ։ Սակայն նրանց ծիծաղը արագորեն մարում է, երբ նրանք նկատում են, որ սանդուղքները այլևս չկան։ Նրանք ստուգում են իրենց հեռախոսները, բայց ազդանշան չկա։ Նրանք նաև նկատում են, որ իրենց պայուսակը, որը պարունակում էր ջուր և պաշարներ, ընկել է աշտարակի ալեհավաքի վրա։ Նրանք հայտնաբերում են հեռադիտակ և լուսարձակող հրացան, բայց դրանք անօգուտ են։ Արդյունքում Բեքին խուճապի է մատնվում, բայց հանթերը հանգստացնում է նրան, ասելով, որ աստիճանների անկման ձայնը, հավանաբար, ինչ-որ մեկը լսել է, համոզում է Բեքիին սպասել, մինչ ինչ-որ մեկը նրանց օգնության կգա։ Երբ երկուսը մտածում էին իրավիճակից դուրս գալու մասին, հանթերը նկատում է Բեքիի ոտքի վրա մի մեծ վնասվածք և կապում է իր վերնաշապիկը Բեքիի վերքին։ Բեքին սկսում է հարցազրույց վարել հանթերի հետ, հարցնելով նրան, թե ինչու է սկսել վլոգ վարել։ Հանթերը պատասխանում է, արտահայտում մի շարք հուզիչ մտքեր։ Մի քանի ժամ անց հանթերը ստուգում է իր հեռախոսը և հիշում է, որ կենդանու հարապարակված նկարը և արձագանքները։ Նա մտածում է, որ ալեհավաքներից ցած ազդանշան կա։ Նրա գլխում գաղափար է ծագում։ Կապում է իր հեռախոսը պարանին և իջեցնում այն որքան հնարավոր է ներքև, հույս ունենալով, որ այն կստանա ազդանշան և իր օգնության գրառումը կբեռնվի վլոգ։ Սակայն նրանց փորձը ձախողվում է։ Չնայած դրան, նրանք վստահ են, որ աշտարակի ներքևում ազդանշան կա և որոշում են հեռախոսը վայր գցել, որպեսզի օգնության գրառումը կարողանա վերբեռնվել։ Հանթերը հեռախոսը դնում է կոշիկի մեջ, լցնում այն գուլպաներով ու իր կրծկալով։ Դրանից հետո նրանք կոշիկը նետում են և սպասում։ Բեքին հանթերի ոտքերի վրա նկատում է 143 թվանշանով դաջվածք։ Դենը օգտագործել էր 143 կոդը, իր սերը արտահայտելու համար։ Կարճ ժամանակ անց հանթերը նկատում է մի տղամարդու և շան աշտարակի մոտերքում։ Նրանք օգնություն են գոռում, բայց նրանց ճիչերը չեն լսվում, տեսնում ենք նաև, որ հանթերի հեռախոսը ջարդվել է, նրանց ծրագիրը ձախողվել է։ Տղամարդու հեռանալիս Բեքին երկու կոշիկներն էլ նետում է, փորձելով գրավել տղամարդու ուշադրությունը, բայց ապարդյուն։ Նա որոշում է օգտագործել լուսարձակող ատրճանակը, բայց հանթերը կանգնեցնում է նրան, քանի որ տղամարդը ցերեկով կարող է չնկատել լուսարձակող ազդանշանը։ Նրանք բացի այդ մարդուց նկատում են նաև մեկ այլ տղամարդու։ Նրանք որոշում են օգտագործել լուսարձակող ատրճանակը գիշերը, որպեսզի տղամարդիկ կարողանան հեշտությամբ նկատել այն։ Ի վերջո, մութը ընկնում է, և Բեքին կրակում է լուսարձակող ատրճանակով։ Տղամարդիկ նկատում են ազդանշանը և աղջիկներին։ Տղամարդիկ մոտենում են հանթերի մեքենային, ինչը աղջիկներին ուրախացնում է, սակայն նրանց փրկելու փոխարեն տղամարդիկ գողանում են հանթերի մեքենան և հեռանում։ Սա կոտրում է աղջիկներին, հիմա նրանք ստիպված են նոր լուծում գտնել։ Բեքին հարցնում է հանթերին դաջվածքի մասին և վերջինս բացահայտում է, որ սիրավեպ է ունեցել Դենի հետ, ապա ներողություն է խնդրում Բեքիից ամուսնուն սիրահարվելու և մեծ սխալ թույլ տալու համար։ Նա պնդում է, որ գրավել է Դենով, քանի որ ի տարբերություն մյուս տղամարդկանց, Դենը լսում էր նրան, և նա սիրում էր, բայց քանի որ ինքը Բեքիին ավելի շատ է սիրում, այդ պատճառով ավարտել է իրենց սիրավեպը։ Լսելով սա, Բեքին հիասթափվում է։
Հաջորդ առավոտյան Բեքի հեռախոսի զարթուցիչը հնչում է, ցույց տալով, որ Հանթերի հեռախոսը նետելուց անցել է 24 ժամ և նրանք չափազանց ծարավ են։ Հանթերը որոշում է իջնել ալեհավաքի մոտ, պայուսակը վերցնելու։ Նա պարանի մի ծայրը կապում է աշտարակին, իսկ մյուսը իր մարմնին։ Նա իջնում է ներքև, բայց դեռևս չի կարողանում հասնել ալեհավաքին։ Այլընտրանք չունենալով Հանթերը բացում է իր ամրագոտին։ Մի ձեռքով կախվում է պարանից և նետվում ալեհավաքի վրա։ Վերցնում է պայուսակը և մի քիչ ջուր խմում։ Հետո նա օգտագործում է իր սելֆիի փայտիկը, պայուսակը ամրացնում է պարանին և կախվում դրանից։ Բեքին քաշում է պարանը, Հանթերի բարձրանալուն զուգահեռ։ Հանթերը հմարյա հասնում է գագաթին, բայց հանկարծ նրա ձեռքերը սահում են և նա ընկնում է։ Բեքիի սրտի զարկերը կանգ են առնում, և երբ նա նայում է ներքև, նա թեթևանում է, տեսնելով Հանթերին դեռևս պարկը բռնած։ Սակայն Հանթերի ձեռքը վնասված է, ուստի Բեքին իր ողջ ուժն է գործադրում նրան վեր քաշելու համար։ Որոշ ժամանակ անց Բեքին օգնության նամակ է գրում, այն ամրացնում է իրենց դրոնին և որոշում է այն դրոնի միջոցով ուղարկել մոթել։ Դժբախտաբար, դրոնը չի կարողանում հեռու գնալ, քանի որ նրա մարտկոցի էներգիան սպառվում է, ինչը ստիպում է նրանց հետ վերադարձնել դրոնը։ Բեքին սարսափելի երազ է տեսնում անգղերի մասին, որոնք կծծում են Հանթերի մարմինը։ Նա անմիջապես արթնանում է մղձավանջից։ Հաջորդ առավոտյան Բեքին հասկանում է, որ կարող են լիցքավորել դրոնը էլեկտրական աշտարակի լույսերի միջոցով։ Նա բարձրանում է սյան վրա և միացնում դրոնի լիցքավորիչը, բայց այն չափազանց թույլ է, ինչի հետևանքով նա ստիպված է լինում բռնել լիցքավորիչը, մինչև այն լիովին լիցքավորվի անտանելի շոկի մոտակա անգղերի անընդհատ հարձակումների ուղեկցությամբ։ Լիցքավորման ընթացքում նա պայուսակը գցում է ներքև։ Որոշ ժամանակ անց, երբ դրոնը լիովին լիցքավորվում է, Բեքին իջնում է ներքև։ Բեքին ուղարկում է անօդաչու թռչող սարքը դեպի մոթել, բայց այն մոթելին համարյա հասնելիս, հանկարծակի բախվում է բեռնատարին, ամբողջությամբ ոչնչանալով։ Սա տեսնելով, աղջիկները ամբողջությամբ կոտրվում են, քանի որ փրկության այլ տարբերակ չեն տեսնում։ Հետագայում փոթորիկը ավելի է բարդացնում նրանց գոյատևումը։ Բեքին հյուծված է և ուզում է քնել, բայց Հանթերը արգելում է նրան, քանի որ անգղերը կարող են հարձակվել նրա վրա։ Բեքին խնդրում է Հանթերի մյուս կոշիկը, որպեսզի այս անգամ էլ ցած նետի իր հեռախոսը, սակայն Հանթերն ասում է, որ նա չի կարող տալ իր կոշիկը, քանի որ կոշիկը իր հագին է, իսկ ինքը ալեհավաքի վրա։ Պարզվում է, որ այն ժամանակ ընկնելիս Հանթերը չէր կարողացել բռնել պայուսակը, ընկել էր ալեհավաքի վրա ու մահացել։ Բեքին պարանով վեր էր քաշել միայն պայուսակը։ Այդ ժամանակվանից ի վեր, ցավոք, նա հալյուցինացիաներ է ունեցել Հանթերի ներկայության մասին։ Ամբողջ գիշեր Բեքին կարողանում է մի կերպ դիմակայել փոթորիկին, նա նաև տեսաուղերձ է ձայնագրում հոր համար, որում նա արտահայտում է իր տուն վերադառնալու ցանկությունը։ Ջեյմսը նույնպես մտահոգված է նրա համար։ Հաջորդ օրը անգղը նկատում է Բեքիի անպաշտպան վիճակը և սկսում է կծծահարել նրա արյունոտ վերքը։ Այդ պահին Բեքին բռնում է անգղին, հարվածում է նրա գլուխը մետաղական մակերեսին։ Սպանելով նրան, այլ ելք չունենալով, նա ուտում է անգղի մարմինը, գոյատևելու ու ուժ հավաքելու համար։ Այնուհետ նա կապում է իրեն պարանով և ցատկում ալեհավաքի վրա, որտեղ ընկած էր Հանթերի մարմինը։ Դրանից հետո նա հաղորդագրություն է ուղարկում Ջեյմսին, հեռախոսը դնում Հանթերի կոշիկի մեջ։ Այս անգամ նա կոշիկը դնում է Հանթերի մարմնի մեջ ու նետում այն։ Ավելի ուշ, գիշերը Ջեյմսը ստանում է հաղորդագրությունը և անմիջապես զանգահարում 911 հեռախոսահամարով։ Նա շտապում է դեպքի վայր հայտնաբերում, որ ոստիկանությունը տեղափոխում է դիակը։ Սա տեսնելով նա լաց է լինում, մտածելով, որ դիակը պատկանում է Բեքիին, բայց շուտով նա թեթևանում է, տեսնելով, որ իր դուստրը ողջ է։ Վերջապես հայրն ու դուստրը վերամիավորվում են, ստեղծելով հուզիչ պահ։ Հուսով եմ, ձեզ դուր եկավ։ Բաժանորդագրվեք նմանատիպ ավելի շատ նյութեր դիտելու համար և սեղմեք հավանել կոճակը մեզ օգնելու համար։ Թողեք նաև մեկնաբանություն, եթե ցանկանում եք, որ մենք ներկայացնենք ձեր սիրելի ֆիլմը։ Մինչ հաջորդ նյութը։ Զգույշ եղեք։